ցանկացած ԿՊԱ-կանի, որ քնից արթնացնես ու ասես քարոզչական հիմարություն դուրս տուր, միանգամից սկսելու են մարտի 1 հոկտեմբերի 27, մարտի 1 հոկտեմբերի 27։ Այս մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ շահարկել են հոկտեմբերի 27-ի հարցը, տասնամյակներ շարունակ օգտագործել են հոկտեմբերի 27-ի զոհերի դիակները, մարմինները, գերեզմանները, հիշատակը, օգտագործել են մարտի 1-ի զոհերի գերեզմանները, հիշատակը, այսօր շատ հանգիստ իրենց հակաեկեղեցական արշավի առաջին շարքերում են պահում մարդկանց, կոնկրետ այս դեպքում մարդու, նախկին հոգևորականի, ով Վազգեն Սարգսյանի սպանությունը համարում է Աստծո հրաշք։ Խոսքը Կոյրուն անունով նախկին հոգևորականի մասին է, որը արդեն ամիսներ շարունակ հակաեկեղեցական արշավի առաջին շարքերում է, Փաշինյանի համար ընդունելի հակաեկեղեցական արշավի առաջնորդներից մեկը։ Այն ինչ որ ասում էի նախկին սովետից մնացած ԿԳԲ-ի պարտադրանքով ընտրել է նույն Վազգեն Սարգսյանը, եւ որը գումարը որ ընդունեց եւ իրեն պարտադրեց, որ մյուս եպիսկոպոսներին պարտադրեց, որ բոլորիդ կոչնչացնեն, որտեվ ում ուզում եմ նա պիտի ընտրվի։ Փաստերը կան, ինտերնետում նորից դրված են, որտեվ մարդը ասելով Սուրբ Հոգի, Մուրբ Հոգի, չգիտեմ, երբ որ խնդրում էին, որ թողեք մեկ տեղ եկեղեցին, որտեղ որ Սուրբ Հոգին պիտի առաջնորդի, դա բանը ձեր խնդիրը չէ, պարտադրանք չէ։ Ինքը ասել էր, որ Սուրբ Հոգի, Մուրբ Հոգի, չգիտեմ, ես ում ասում եմ, նա պիտի ընտրվի։ Առավոտյան արդեն ոչնչացրեց Սուրբ Հոգին իրեն։ Նույն պարլամենտում ոչնչացվեց եւ դա Աստծո հրաշքն էր։ Նիկոլ Փաշինյանն իհարկե բացարձակ հետաքրքիր չէ, թե այս մարդը ինչ կարծիք ունի հոկտեմբերի 27-ի մասին, Վազգեն Սարգսյանի սպանության մասին։ Նիկոլ Փաշինյանին պետք է, որ նա ծառայի եկեղեցու քանդման գործին կամ եկեղեցուն հարվածներ հասցնելու գործին, իսկ թե ինչ կարծիք ունի նա հոկտեմբերի 27-ի մասին, թքած։ Եթե անկեղծ լինենք եւ եթե հնարավոր լինի մտնել Փաշինյանի մտքերի մեջ, երևի թե ինքն էլ է այսպես մտածում եւ ինքն էլ է այդ հանցագործությունը հրաշք համարում։